Արել է 5-ը։ Պարոն Յովհաննիսյան, խնդրեմ ներկայացնեք ձեր արձանագրումները, դիտարկումները ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում, մասնավորապես եթե կան նաև վիճակագրական տվյալներ խախտումների վերաբերյալ, խնդրեմ։ Շնորհակալ եմ, անկախ դիտորդը մարտի 30-ին Գյումրի և Փարաքեր համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրությունների հսկողություն, վերահսկողությունը սկսել է նույնիսկ դեռևս նախքան քարոզարշավի սկիզբը, պաշտոնական քարոզարշավի սկիզբը, այնուհետև քարոզարշավի ժամանակ եւ իհարկե քվեարկության օրը, որը տևել է գործնականում, եթե խոսում ենք տարածքային ընտրական հանձնաժողովների մասին, մինչև սրանց մի քանի ժամ առաջ։ Երկարաժամկետ առաքելության արձանագրած խնդիրների մասին խոսելու եւ դրանք ներկայացնելու պատիվ ունեցել ենք։ Պետք է ասեմ, որ քվեարկության օրը դաշինքը 3 շրջիկ խմբերով Փարաքարում եւ 8 շրջիկ խմբերով Գյումրիում հսկում էր տեղամասերում, ուրեմն այցելել ենք Փարաքարի բոլոր 16 եւ Գյումրի 82 ընտրական տեղամասեր, 84-ից 82։ Տեղամաս ընտրական հանձնաժողովները դիտարկել են 17 տեղամասերում, քվեարկության ընթացքը 97 տեղամասերում, գումարային 2 համայնքների, եւ նաեւ տեսախցիկներով վերահսկողություն են իրականացրել մի շարք տեղամասերում եւ 2 թե թիվ 14-րդ Փարաքարի եւ թե Գյումրիի թիվ 31-րդ տարածքային ընտրական հանձնաժողովներում դիտարկել ենք արդեն գիշերվա փաստաթղթերի ընդունման process-ը։ Խախտումների տեսանկյունից ընդհանուր արձանագրվել է 61 խախտում 41 տեղամասերից, դրանցից ընդհանրակարգային խախտումները 16-ն էին, որից 10 Գյումրի 6 Փարաքար, ընտրողների կազմակերպված տեղաշարժ, սա մի երևույթ է, որ լատենտային բնույթ է կրում, դրա համար ոչ միշտ տետենում ենք, մենակ մի դեպք ենք նկատել Փարաքարում, ընտրողների ուղղորդման 7 դեպք, որից 5-ը Գյումրիում, 2-ը Փարաքարում, վիճաբանություն տեսել ենք 4 դեպքում, 2 Փարաքար, 2 Գյումրի, բաց քվեարկություն կամ քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որից 3-ը Գյումրի, 2-ը Փարաքար, դիտորդի իրավունքների խախտման ուրեմն 3 դեպք ենք տեսել, գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում ներկայության 12 դեպք, քվեարկության նյութերի հափշտակում կամ վնասման 3 դեպք, 3-ն էլ Գյումրիում եւ իրավասու մարմինների անգործության 3 դեպք։ Պետք է ասեմ, որ այս առումով բավական տարբերվում էր ընտրական հանձնաժողովների որակը Փարաքարում Գյումրի համեմատ շատ ավելի կոմպետենտ էին, ենթադրում եմ, որ դա 14-րդ տարածքային հանձնաժողովի ավելի լավ իրականացրած տրեյնինգների դրսևորումն էր։ Առանձնահատուկ ուզում ենք նշել Գյումրի 31 կոտորակ 45 եւ կոտորակ 70 տեղամասերը, որոնք համապատասխանաբար կապված էին կոմունիստական կուսակցության եւ ՔՊ-ի առաջին համարների հետ, այս տեղամասերում արձանագրել են ընտրողների առավել բարձր մասնակցություն, առավոտվա ժամերին ավելի բարձր մասնակցություն, ինչը կարող է խնդրահարույց երևույթների վկայություն լինել։ Մասնավորապես կխնդրեմ ներկայացնեք, ինչ ասել է խնդրահարույց։ Տեսեք, առավոտյան ժամերին բարձր մասնակցությունը քաղաքային բնակավայրերում մենք համարում ենք ոչ բնական, առավել եւս երբ որ այդ բարձր մասնակցությունը բնակավայրի նույն բնակավայրի այլ հատվածների համեմատ ավելի բարձր է, որտեղ քաղաքային բնակավայրերում առավոտյան մարդիկ նախընտրում են քնել։ Եվ երբ որ քնելու փոխարեն առավոտ շուտ գնում են այցելում են ընտրական տեղամասեր, մենք փորձում ենք հասկանալ մարդկանց այդպիսի վարքի պատճառները, առավել եւս եթե նույն քաղաքի այլ հատվածներում մարդիկ 2.5-3 անգամ ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերում առավոտյան ժամերին 8-ից 11-ի միջակայքում։ Եվ երբ որ տեսնում ենք, որ հստակ կորելացիա կա, օրինակ առավոտյան ժամերի ակտիվությունը այն տեղամասերում է, որոնք ավելի շատ ասոցացվում են կրիմինալի հետ, որոնք ավելի շատ ասոցացվում են այս կամ այն հնարավոր ազդեցության հետ, մենք գալիս ենք այն եզրակացության, որ հավանային հավանականությամբ այդ բարձր մասնակցությունը պայմանավորված է եղել նրանով, որ այդ տարածքում կա ենթարկեցված որոշակի էլեկտորատ եւ այդ ենթարկեցված էլեկտորատին առավոտ շուտ են բերում տեղամաս կամ պարտադրում որ բերեն, որպիսի առավել շատ ժամանակ, որպիսի տենան ով եկավ ով չեկավ եւ առավել շատ ժամանակ ունենան միջև տեղամասերի փակումը, որ տեսնեն թե ոնց են չեկածներին կանչում բերում, ուրեմն
Նաև ասեմ, որ ընտրական հանձնաժողովների պատրաստվածության առումով, հա, ասացի, որ Գյումրիում բավականին շատ են խնդիրները, 9 տեղամաս ուղղակի մեր դիտորդների կողմից գնահատվել են որպես ընդհանրապես, այսինքն հանձնաժողովների նախագահների աշխատանքը ոչ կոմպետենտ եւ ոչ պիտանի որակի։ Արձանագրվել է, ինչպես ասացի, դիտորդների գործունեության խոչընդոտման դեպքեր։ Մի շարք դրսևորումներ եղել են իրապես հանձնաժողովների կողմից ընթացակարգերին վատ տիրապետելու արդյունք։ Դրանց տակ մտնում է թե որոշ դեպքերում կուտակումների դեմը չառնելը, որոշ դեպքերում այլ խախտումներ, նույնիսկ մի դեպքում ընտրական հանձնաժողովը նստած լուրջ մտածում էր, որ իրանց մոտոր թվերը չի բռնում, Գրանց Համացյանում 2 ստորագրություն ավելացնեն։ Որ Գրանց Համացյանի ստորագրությունները եւ Սարքով ընտրողների քանակը երկուսով տարբեր էր, Գրանց Համացյանը երկուսով պակաս էր եւ լուրջ նստած մտածում են Գրանց Համացյանում 2 ստորագրություն ավելացնեն, հետո զանգեցին վերադասընտրական հանձնաժողով, վերադասընտրական հանձնաժողովը քննարկեց, հետ զանգեց, ասեց, չէ, մի արեք տենց բան, հա, տենց նույնիսկ այսպիսի էպիկ բաներ են լինում, որ երբեմն ուզում ես հարցնես մարդկանց ոնց որ ազատության մեջ գտնվելու այդ խնդիր ունեք, տենց Ուրեմն պետք է ասեմ, որ հաշվարկի ժամանակ ըստ էության ամենախնդրահարույցը 31.77 տեղամասներ կրկին Գյումրիում, որտեղ քվեարկության մի քանի ծրարներից դուրս են բերվել քվեաթերթիկների վրա ուրեմն փակցված տեղամասային կտրոնի համարը չպարունակող ուրեմն դրոշմանիշեր, սա բավական նեական խնդիր է։ Պետք է նշեմ, որ նաև 31.70-ում էլ հայտնաբերվել է դեպք, որ դրոշմանիշերի քանակը ավել է եղել փաստաթղթավորված քանակից, տպագրական խնդիրների արդյունքում, եւ այս երկու դեպքերը թեև մենք մեթոդական առումով դրանք չենք դիտարկել, բայց գալիս են վկայելու, որ դրոշմանիշների արտադրության որակը վերահսկողությունը մտահոգիչ է, որովհետև նախքին դրանց ներդրումից 2017 թվականից ի վեր վերջին 8 տարում հանրային կոնսենսուս է եղել, որ դրոշմանիշերի քանակի պաշտպանվածության հետ կապված շատ վերահսկել երևի պետք չի, որովհետև դա պատշաճ որակի է, Գյումրու այս ընտրությունները ցույց տվեցին հակառակը։ Նաև ասեմ, որ ուրիշ խնդիրներ ենք տեսել, օրինակ ծրարների որակի հետ կապված Ես նշեցի, որ բաց քվեարկության դեպքեր ենք արձանագրել, բաց քվեարկության դեպքերի էական մասը պայմանավորված էր նրանով, որ ծրարները, երևի մի հատ ծրար պիտի մոտս ունենայի, ներսից սոսնձված են եղել էլի արտադրության որակի, ցածր որակի արդյունքում, եւ ընտրողը պետք է ներսից ծրարի երկու պատերը սենց իրարից պոկեր։ Շատ ընտրողներ մի քիչ ինքնավստահ չլինելով, որ իրանք ճիշտ գիտեն, փորձել են քվեաթերթիկը դնել ծրարի մեջ, դա չի ստացվել, երևի ինքնավստահ չլինելով, որ ճիշտ գիտեն քվեարկության կարգը, կամ վախենալով վնասել ծրարը, տենց իրենց նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը մի ձեռքում, ծրարը մյուս ձեռքում դուրս էին գալիս քվեախցիկից, հա, եւ ըստեյության շատերը տեսնում էին, թե ինչպես է այս ընտրողը քվեարկում, բայց սա ոչ ընտրողի մեղավորություններ, ոչ ինչ որ այլ Սա կենտրոնական տրական հանձնաժողովի մեղավորություններ, որ պետք է պատշաճ որակի նյութերով ապահովել ընտրությունը